Տիրոջ հայտնության 2026-րդ ողջույնը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ոստիկանների զգաստ ձայնով օրհնություն է ստանում։ Ուժայինների հսկա շարքերը Սուրբ Սարգիս եկեղեցին շրջափակել են Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագից ժամեր առաջ Փաշինյանի գալստյան համար։ Կրոնական թափառախմբի առաջնորդին պաշտպանության էկոնոմիկայի նախարարները վարչապետի աշխատակազմի ղեկավարն են դիմավորել ուղեկցել եկեղեցի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի տնօրինությամբ մատուցվող պատարագին։ Փաշինյանի թիմի ու թիկնապահների եկեղեցի մտնելուց վայրկյաններ անց հավատացյալների մի մասը դուրս է գալիս Սուրբ Սարգսից բարկացած։ Այն աղոթքով եմ, որ Հայաստանին փրկի այս անհավատ անաստված ղեկավարներից։ Առաքելական եկեղեցուն պետությունը ոչ մի կապ չպետք է ունենա։ Մենք առաքելական բաներ ենք, հավատացյալներ ենք, մեր եկեղեցին առանձին է։ Աշխարհին խաղաղություն, մեզ էլ առողջություն, հայ ժողովրդին լավ ղեկավար։ Խաղաղության աղոթքով ճրագալույցի պատարագին եկածները դրա կարիքն ամենաշատն են զգում։ Երկրի խաղաղությունը լի, հաջողությունը լի։ Մեծ խնդրանք աշխարհին խաղաղություն լինի։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագիչ Արարատ քահանան հերթական անգամ զեղչել է Վեհափառ հայրապետի անունը։ Վեհափառի առաջնորդությամբ ծառայող Արարատյան հայրապետական թեմում առաջին անգամ չի հնչում կաթողիկոսի Սուրբ Ծննդյան ուղերձը, փոխարենը տիրադավ հռչակված Նավասարդ arczepiskoposi ուղերձն են ընթերցում հավատացյալների համար։ Ալբերտ Սերոբյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։